Այսօր նստեցի, այսինքն, որ Երևանում քայլում էի, ու տուն եկա, վերցրեցի 5 տակարանը, որը որ ուզում էի կարդալ, այնտեղ բան կար, որը որ ինձ ասել էին, որ կարող է 5 տակարանում գտնեի, բայց չգտա այն ծավալով, ինչը որ կարծում էի, որ կարող եմ գտնեմ, ուրեմն մանուկ ժամանակ ես կարդում էի Սողոմոն Իմաստունի առակները, մի փոքր բրոշյուրատիպ գիրք էր ինքը, որը որ իմ փիլիսոփայության մեջ մեծ նստվածք է թողել, ու հետո ես միշտ սկսում էի հիշել այդ գրքի մասին, երբ որ ես ճշմարտության ճամփեք էի փնտրում։ Ու այս անգամ, որ եկա Հայաստան, գնացի երիտասարդականի հետևի գրախանութ ասեմ, ինչ ասեմ, որ ընդեղ ուղակի կան, ուզեցա իմանալ, թե իրանք վաճառում են այդ գիրքը կամ իրանց մոտ կարա որ լինի, փնտրեցին չգտան ու այնքան էի տխրել, որովհետև այնքան կարոտ կար այդ գիրքը նորից կարդալու։ Հետո ընդեղի այդ վաճառող մարդը ինձ ասեց, որ 5 տակարանի մեջ կգտնեմ Սողոմոն Իմաստունի առակներից որոշները, ու այսօր եկա տուն մեր 5 տակարանում, որը որ 1800 չգիտեմ որ թվի է, ինքը ժառանգած 5 տակարան է, այսինքն ավետարան է, որի մեջ որ կա 5 տակարան ու նոր, փորձեցի գտնել Սողոմոն Իմաստունի առակները, տենց մի երկու էջ գտա ու կարդում էի ու ծարավի նման եմ, որ ուզում ես խժռես այդ ինֆորմացիան, որովհետև ահա որ կարոտ ունես ու կարիք ունես։ Ինձ թվում է ճշմարտություն փնտրող մարդը ինքը միշտ ծարավ է լինում նմանատիպ ինֆորմացիաների, որոնք որ իրան տանում են դեպի ճշմարտությունը։ Ու ճշմարտություն փնտրող մարդը նես չի, որ ինքը իր կյանքում գալիս ու գտնում այդ ճշմարտությունները կամ գտնում է այդ իրան հուզող պատասխանները, այլ ճշմարտություն փնտրող մարդը ինչ որ յուրահատուկ բնույթի է, ինքը միշտ փնտրում է։ Ինքը փնտրում է ճանապարհներ, որտեղ որ ինքը ինչու, ինչպես, ոնց, այդ բոլոր հարցերը կարա իրան ուղղի։ Ու ճշմարտություն փնտրող մարդը ինքը լիանում է այդ հարցերը ուղղելով, որովհետև ինքը գիտի, որ այդ հարցերով է, այդ հարցերի միջոցով է ինքը գնում են խորքերը, որտեղ որ կարա գանձեր գտնի, գանձեր ճշմարտությունների ու իմաստությունների մասին։ Ընդհանրապես ճշմարտություն փնտրող մարդու կենցաղը այնքանով է բարդ, որ ինքը շատ շուտ է ձանձրանում մի օրինակ զրույցներից, շատ շուտ է ձանձրանում այն ամեն ինչից, ինչը առօրյական է, շատ շուտ է ձանձրանում այն ամեն ինչից, ինչը որ կապված է սիստեմի հետ, ինչը որ կապված է այն ամեն ինչի հետ, ինչը որ առօրյական է, աշխարհիկ կյանքին է կապում։ Ինքը ամեն կերպ ուզում է դեգերի, որ ինչ որ մարդիկ գտնի, որոնց հետ ինքը կարա այդ ճշմարտության ճանապարհները մտնի։ Ու որոնց հետ որ կարա այդ հարցերը ինչու, ինչպես, խի եւ այլն հնչեցնի, ու այդ դիմացի մարդը այդ հարցերին ի պատասխան գնա դեպի այդ ճշմարտության փնտրտուքների ճանապարհներով, ոչ թե այդ հարցերին ի պատասխան հնչեցնի առօրյական պատասխաններ։ Ճշմարտություն փնտրող մարդու բարդությունը կայանում է դրանում, որ ինքը ուզում է աշխարհը տեսնի ու այդ աշխարհի մեջ ինքը բացահայտի այն ամեն ինչը խորքերը, թե մարդիկ ինչի մասին են, ինչի մասին է նրանց կյանքը, ապրելակերպը, ինչումն է նրանց տարբերությունները, թե հոգևոր, թե գիտական, թե բոլոր սֆերաներում, թե տիեզերական, թե կրոնական։ Ճշմարտություն փնտրող մարդը ինքը երբեք իր ներսում ինչ որ մտքերով չի լիանում, որոնք որ կապված են լինում առօրյական կամ չգիտեմ, ֆինանսական, նյութական, աշխարհիկ ամեն ինչով, այլ ճշմարտություն փնտրող մարդը իր ներսում լիանում է բոլոր էգզիստենցիալ
բոլոր էգզիստենցիալ թեմաների մեջ այդ հարցերը իրան ուղղելով ու փորձելով դրան պատասխաններ գտնել։ Ինքը իր ամենաբարդ անգամ տենց տատասկոտ ճանապարհներում անգամ ինքը երբ որ այդ հարցերը բարձրացնում է, այդ հարցերը իր ճանապարհը բացում են, պարզեցնում են, որի շնորհիվ ճշմարտություն փնտրող մարդը հանգստանում է։ Շատ դժվարանում է ճշմարտություն փնտրող մարդու կյանքը, երբ որ ինքը իր միջավայրում սկսում է խեղդվել։ Ու ինքը սկսում է խեղդվել այն ժամանակ, երբ որ ինքը այդ հարցերը բարձրացնում է, ու կողքի մարդիկ այդ հարցերին սկսում են պատասխանել մի օրինակ ձևով։ Իր կոկորդը սկսում է լցվել, որովհետև ինքը սոված է այդ զրույցներին, որոնք որ կտանեն դեպի ճշմարտությունը։ Ու ինքը գալիս է հենց այդ մեծ մոտիվացիայով, որ զրուցի այդ ամեն ինչի մասին։ Ու այդ զրույցները իրան լցնեն, որովհետև ինքը հենց ուզում է գնա խորքերը։ Բայց ինքը իր հետ էլ կարա գնա խորքերը, բայց դրա հետ մեկտեղ ինքը ուզում է այդ ամեն ինչը ռեալիզացնի, ինչ-ինչ մարդկանց հետ, որոնք որ իրանք էլ են փնտրում ճշմարտության ուղիները։ Ու երբ որ տվյալ մարդը գալիս է, ինքը իր հարցերը ուղում է, ու այդ հարցերին ինքը ի պատասխան ստանում է մի օրինակ պատասխաններ, այդտեղ ինչ որ փոքրիկ հիասթափություններ են տեղի ունենում մարդու մոտ։ Այնքան ժամանակ, մինչև ինքը մի քանի հոգու իր կյանքում գտնում է, ում հետ կարողանում է ռեալիզացնի այն թոհուբոհը, ինչը որ այն հարցերի մեծ կույտը, ինչը որ իր մեջ գեներացվել է, ու դրանից հետո նաև գալիս է այն էտապը, որ ինքը գալիս կանգնում է այն դռան դիմաց, որ հասկանում է, որ վсё, ես մենակ եմ։ Ես մենակ եմ իմ հարցերի ու իմ պատասխանների մեջ։ Ես կարամ գրքեր թերթեմ, ես կարամ լիքը ինֆորմացիա աջ ու ձախ վերցնեմ, տամ եւ այլն, բայց իրականում ես մեկա իմ հարցերի ու պատասխանների մեջ, իմ ճշմարտության փնտրտուքների մեջ մենակ եմ։ Այդ կետը, որտեղ որ մարդը կարողանում է զգա, որ ինքը մենակ է, դա զրոյական կետն է։ Իսկ այդ զրոյական կետը այն կետն է, որտեղ որ մարդը հանձնվում է, որտեղ որ մարդը ասում է. եղբայր, ես այստեղ չեմ, որ ընկնեմ այս աշխարհիկ դեգերումները ու ինձ կուլ տան այդ ամեն ինչը, այլ ես այստեղ եմ, որ իմ ճշմարտությունը փնտրեմ։ Ես այստեղ եմ ու ես կփորձեմ իմ կոմֆորտը այնքան ստեղծեմ, որ դա ինձ կարողանա թույլ տա, որ իմ ճշմարտության փնտրտուքները չխանգարվեն այլ եւ այլ աշխարհիկ ինչ-որ թոհուբոհերով։ Այլ ես կփորձեմ իմ կոմֆորտը ստեղծեմ այնպես, որ ոչ մի բան ինձ չփորձի խանգարել իմ ճշմարտության դեգերումներում, որ ես սուզվեմ այն ամենախորքերը հատակային, որտեղ որ ես անգամ լիքը դատարկությունների կգամ, բայց այդ դատարկությունները կլիացնեն ինձ։ Որովհետև երբ որ մարդը խորանում է, մեկը ինքը պատասխանները, այսինքն ճշմարտություն փնտրող մարդը, մեկը ինքը իր պատասխանները լիապես չի կարա գտնի։ Քանի որ այս աշխարհում այնքան բան կա անհայտ, ինչը վերաբերվում է մեր ծագմանը, մեր ապրելուն, մեր իմաստին, մեր լինելիությանը, ոչ մեկ դրա պատասխանները չունի, ու ամեն մարդ դրա պատասխանները տալիս է իր փիլիսոփայությանը համապատասխան։ Իսկ ճշմարտություն փնտրող մարդը ինքը ուզում է իր կողմից իր պատասխանները ստանա, կամ իր միջոցով, իր մեջ կարողանա այդ պատասխաններին հասնել։ Ու երբ որ մարդը խորանում ու հասկանում է, որ պատասխանները գոյություն չունեն, մեկը ինքը այդ խորացման ճանապարհին լիքը փոքրիկ հարցերի պատասխաններ է ստանում, որոնք որ իրան գոնե հագեցնում են իր ճշմարտության փնտրտուքի ճանապարհներում, որոնք որ գոնե իրան ինչ-որ չափով կշտացնում են։ Ու կան տեղանքներ, որտեղ ճշմարտություն փնտրող մարդը ուղղակի ոնց նշեցի արդեն սկզբում խեղդվում է։
Այդ տեղանքները կապված են, այսինքն այնց չի, որ կան տեղանքներ ամեն երկրորդ մարդու հետ դու խոսես ու կխորանաս, ու այդ մարդը կշարունակի քո ճշմարտության ջամփեն։ Աշխարհում նմանատիպ տեղ չկա, որովհետև աշխարհում միշտ մեծամասամբ մարդիկ ուղղակի թքած ունեն այդ հարցերի վրա։ Բայց կան յուրահատուկ տեղեր, որտեղ որ դու առերեսվում ես վիճակի, որտեղ որ մարդիկ կոնկրետ ինստինկտային են ապրում։ Ավելի կենթանական բնազդների մեջ մտած են ապրում, իրանց չեն հասցնում հարցեր տան, որովհետև այդ մարդիկ առաջնային խնդիրներ ունեն, հացի լուծման խնդիր ունեն, կրիշի խնդիր ունեն, էս ունեն, են ունեն։ Ու այդ մարդիկ այդ ընթացքում իրանց էլ իրավունք չեն վերապահում նմանատիպ հարցեր տալու, որովհետև նմանատիպ հարցեր երբ որ քեզ տալիս ես, դու պետք է նաև կարողանաս քեզ ժամանակ տրամադրել, որ այդ հարցերի հետևից դու գնաս։ Բայց երբ որ դու պատրաստ չես դեռ քեզ այդ հարցերը տալու, այդ հարցերը քո մոտ չի էլ գալիս։ Ամեն մարդու մոտ նմանատիպ հարցեր գալիս է այն ժամանակ, երբ որ տվյալ մարդը իրապես պատրաստ է լինում այդ հարցերի մեջ մտնելու ու այդ հարցերի հետևից գնալու մինչև ինչ որ որոշակի պատասխանների ինքը կարողանա հանգի։ Ու մեկ էլ ես նկատել եմ կան տեղանքներ, որտեղ որ մարդիկ ուղղակի սիստեմային են։ Այսինքն մարդիկ այնքան կարող է այդքան ինստինկտային, չնայած հա, որոշ առումով էլ ինստինկտային են, բայց ուրիշ կերպ է այդ ինստինկտայինությունը դրսևորվում։ Որ մարդիկ ահավոր կպած են ինդուստրիային, որ մարդիկ ահավոր ոնց ասեմ, իրանք մենակ իրականացնում են ինդուստրիայի կողմից սպասելիքները, դարձնում են մի գործիք ու այդ բանի մեջ, այդ հաստոցի մեջ իրանք որպես ատամնանիվ փոքրիկ իրանք դերակատարությունն են ունենում ու այդպիսով ոնց որ սպառվում է իրանք կյանքում իրանք հարցերը։ Իրանք մտնում են, ասում են, հա, ես այս դերն ունեմ այս հաստոցի մեջ ու այդքանն է իմ կյանքի իմաստը։ Ու այդ մարդիկ կարիք չեն ունենում երբևէ իրանց նմանատիպ հարցեր տալու, որովհետև գնում են որպես այդ հաստոցի այդ մասնիկ, այդ դետալ աշխատում են ինդուստրիայում, ստանում են իրանց մի կոպեկ, 2 կոպեկ ռոճիկը ու այդքանով սպառվում է թեման։ Իրանք ունեն իրանց ուտելիքը, իրանք ունեն իրանց կոմֆորտ բնակարանը, իրանց փոքրիկ մեքենան կամ մեծ, դա կապ չունի ու ասում են ախպեր, ինձ հերիք է։ Ես չեմ համարում, որ պետք է այս հարցեր տամ։ Ու իմ կյանքի իմաստը հենց այստեղ գտնվելն է, որ ես այս հաստոցի, այս մասնիկը լինեմ։ Ու երբ որ դու տեսնում ես տարբեր տեղամասերում ես գլոբուսի ու աշխարհի վրա, թե մարդիկ ինչերի մեջ են մտած ու որ տեղամասում ոնց է այդ ամեն ինչն աշխատում, դու հասկանում ես, որ հա, ինստինկտայնություն, բայց այդ ամբողջների մեջ միշտ գտնվում են մարդիկ, որոնք որ ճշմարտության դեգերումներով են, ճշմարտության փնտրտուքներով են, տարված են այդ մարդիկ։ Ու այդ մարդիկ անգամ, եթե մի կտոր հաց էլ չունենան, մեկ է իրանց այդ հարցերը տալիս են, իրանց մեջ այդ պրոցեսները կատարվում է։ Այդ մարդիկ երբեք չեն ընկրկում, այդ մարդիկ երբեք չեն կոտրվում, որովհետև իրանց խորքում, իրանց կորիզի մեջ ունեն իրանց կյանքի մեծագույն նպատակը, դա իմաստություն գտնելն է, դա ճշմարտություն գտնելն է։ Ու իրանք կյանքում իրանց ամբողջ ուղիները, իրանց կյանքի բոլոր ուղիները, իրանք գործ կանեն, կաշխատեն, ինդուստրիայում կլինեն, կճանապարհորդեն, կամուսնանան, ընտանիք, երեխեք եւ այլն, մեկը էական չի իրանց կյանքում ինչ պրոցես որ տեղի է ունենում, այդ պրոցեսը այդ մարդկանց վրա ազդում է այնպես, որ նոր մի ստիմուլ տա դեպի իրանց ճշմարտության փնտրտուքներին գնալու։ Ու ես օրինակ չեմ ընդունում են փաստը, որ մարդիկ ասում են, հիմա կամուսնանաս սենց կլինի, որ դու մեծանաս դառնաս այսքան, կամ որ դու սենց աշխատես եւ այլը, այլ ժամանակ չես ունենա, ինձ թվում է այտենց բան գոյություն չունի, որովհետեւ ճշմարտություն փնտրող մարդու համար
նմանատիպ ուղիներ մտնելը, այսինքն ճշմարտություն փնտրելը, դա հաց ու ջրի նման մի բան է։ Եթե մարդը կտրվեց դրանից, ինքը կմահանա, որովհետև այդ է իր կյանքի իմաստը, դա է ստիմուլ տվող այն կետը, որի համար ինքը ապրում է։ Ու ինքը իր կյանքում ինչ որ կատարվում է, ինքը փորձում է իր զրույցները սևեռի դեպի այդ կողմ։ Անկամ դու խոսում ես այս ընկերոջ հետ կամ այն ընկերոջ կամ չգիտեմ, որոնք որ դու հարց ես տալիս, իրանք պատասխանում են առօրեական, դու ամեն դեպքում փորձում ես քո զրույցը տանես դեպի փիլիսոփայական ուղղությամբ, որ այդ մարդը փորձի կամ դու կարողանաս տեսնես այդ մարդը կուզի գնա դեպի ճշմարտության փնտրտուքներին, թե ինքը ամեն դեպքում ուզում է մնա առօրեական հարթության վրա։ Ճշմարտություն փնտրող մարդիկ միշտ վերին աստիճանի անկեղծ են լինում, որովհետև իրանց համար այդ անկեղծությունը ամենավերին ճշմարտությունն է, ու իրանք մենակ անկեղծության շերտում կարան ճշմարտության հետքերով գնան։ Եթե միջավայրում անկեղծություն չի տիրում, դու տեղ չես կարա ճշմարտություն բացահայտես։ Եթե միջավայրը քեզ ինքնահաստատում է տալիս, կամ միջավայրը փորձում է քո վրա ինքնահաստատվի, դու չես կարա այդտեղ բնականաբար անկեղծանաս, բացվես։ Դրա համար դու փորձեր ես կատարում որպես ճշմարտության փնտրտող, դու փորձեր ես կատարում տեսնես այս մարդու հետ դու կկարողանաս անկեղծանաս, այն մարդու հետ դու կկարողանաս անկեղծանաս։ Ու երբ որ դու զգում ես ինչ որ միտեղ այդ անկեղծության քողը բացվում է, դա ոնց որ քո համար լինի որ մի ոսկեբեր ուղի, որտեղ դու ոսկի ես գտել, գանձեր։ Ու երբ որ դու տեսնում ես, որ ինչ որ մեկը բացեց իր անկեղծությունը անվախորեն, դու սկսում ես այդտեղ ուղակի բացվել, վարդի պես ծաղկել, քո սիրտը բացվում է։ Ու դու սկսում ես անկեղծանալ, ու այդ անկեղծությունը բերում արդեն ճշմարտության։ Դու կարողանում ես քո բոլոր հարցերը ուղիղ տալ, դու քո ներքին բոլոր թողու բոհերի մասին խոսել, որովհետև դու գիտես այդ մարդը քո անկեղծությունից չի օգտվի, ու ընդհակառակը քո անկեղծությունը իրան էլ ավելի կանկեղծացնի, ու այդ երկակի անկեղծությունը կբերի ձեզ կգցի մի հատ ահավոր սիրուն ճանապարհի վրա, որտեղ որ դուք ուղղակի կտրվեք աշխարհիկ ամեն ինչից ու կփնտրեք ճշմարտությունը։ Իսկ թվում է կյանքում դրանից սիրուն զգացում չկա, երբ որ ճշմարտություն փնտրող մարդը հանդիպում է ճշմարտություն փնտրող մարդուն։ Շնորհակալ եմ լսելու համար։